Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Ուզում եմ անդրադառնամ այն մարգարեական խոսքին, որ այս տարվա համար արդեն հնչեցրել եմ, բայց ամենակարևորը նա է, որ դա հաստատություն է ստանում նաև այլ ծառայողների կողմից, ու այս վերջում ես տեղադրեցի նաև շատ կարճ Ռիկ Ռեյների մարգարեական խոսքը 2026 թվականի համար։ Գիտեք, խոսքի մեջ շատ հետաքրքիր ուղերձ կա, որ ինքը ասում է գալիս է անսպասելի սյուրպրիզների ժամանակ։ Այսինքն այդ անսպասելին, այդ սյուրպրիզը դիտարկվում է եւ որպես դրական եւ որպես բացասական, նայած ում կյանքում ինչ ձևով դա կարտահայտվի։ Ու երբ որ ինքը իր այդ մարգարեական խոսքը սկսում է մեկնել, շատ կարևոր բանի վրա է ուշադրություն դարձնում։ Ասում է փոթորիկները գալիս են եւ այն տան վրա, որը կառուցված է ավազի վրա, եւ այն տան վրա, որը կառուցված է ժայռի վրա, այսինքն փոթորիկը անխուսափելի է, ստեղ մարդու ճիշտ ապրելակերպը կապ չունի, գալիս է բոլորի վրա ու փորձվում է ով է իր հիմքը կառուցել ժայռի վրա, այսինքն ճիշտ հիմքի վրա։ Ճիշտ հիմքի վրա կառուցելը նա է, որ Աստծո խոսքը լսում ու կատարում է։ Իսկ ավազի վրա կառուցողը նա է, ով որ խոսքը լսում ու չի կատարում։ Ու այդ նույն համատեքստում ինքը երբ որ շարունակություն է տալի իր ստացած մարգարեական խոսքին, շատ հետաքրքիր բան է ասում։ Ասում է Աստծո հոգով վարվողները իրանք լսում են Աստծո ձայնը ու գնում են Աստծո ձայնի հետևից, իսկ ովքեր որ շարժվում են իրանց մտքով, իրանց շնչով, իրանք հոգուն ուշադրություն չեն դարձնում ու դրա համար էլ չգիտեն, թե հոգին ուր է տանում։ Ու ստեղ շատ կարևոր է, որ այս տարվա հետ կապված, երբ որ ինքը այս խոսքը ասում է այն մարդիկ, ովքեր որ հոգով շարժվում են, ուշադիր են Աստծո հոգուն, Աստծո խոսքը լսող ու կատարող են ու իրանց տունը սարքում են ժայռի վրա, իրանց համար այս անակնկալները ոչ թե կործանում են լինելու, այլ ճիշտ հակառակը։ Իրավիճակները ստեղծվելու են նենց, որ իրանք Աստծո ձայնը լսելով ու Աստծո կամքը կատարելով բարձրանալու են ու ավելի հաստատվելու են։ Իսկ այն մյուս մարդիկ, ովքեր որ Աստծո խոսքը լսում են ու անարգում են, անում են ինչ որ իրանք են ուզում, չեն փնտրում Աստծո կամքը, չեն գնում Աստծո հոգու հետևից, չեն վարվում նենց ոնց Աստված է ասել, այդ մարդկանց կյանքում այդ անակնկալները կլինեն բացասական։ Դրա համար շատ կարևոր է մարգարեական խոսքին ուշադրություն դարձնել, թե Աստված տարվա համար կոնկրետ ինչ է ասում ու ոնց է առաջնորդում։ Ու այն խոսքը, որ այս տարվա համար ես ունեի ու ասեցի, երբ որ հանդիպում է լինելու Գողիաթի հետ, ու Գողիաթի հետ հանդիպումը հաղթանակով կավարտվի այն մարդկանց մոտ, ովքեր որ գիտեն ինչ են անում ու նախապատրաստված են Գողիաթի հետ պայքարին ու հաղթանակին։ Բայց այն մարդը, ով որ Աստծո նախապատրաստումները անարգել է, Աստծուն աննազանդ է եղել ու Աստծո հոգին իրանից հեռացել է, երբ որ ինքը հանդիպում ունենա Գողիաթի հետ, իր կյանքում դա պարտություն է, որովհետև ինքը գիտի, որ չունի ուժ ու կարողություն ու զորություն հաղթելու Գողիաթին։ Սա Դավթի ժամանակն է, սա Սավուղի պարտությունն է, բայց Դավթի հաղթանակն է։ Սա նույն խոսքի շարունակությունն է, ինչ որ ասում է Ռիկ Ռեյները։ Խոսքը լսողը, կատարողը իր տունը կառուցել է ժայռի վրա ու ինքը կհաստատվի, խոսքը լսողը, անարգողը իր տունը կառուցել է ավազի վրա ու ինքը փորձության ժամանակ կործանվելու է։ Այս իրավիճակները, որ կառաջանան 26 թվականին, շատերի կյանքում կլինի բարգավաճման, առաջխաղացման, Աստծո փառքի մեջ մտնելու ժամանակ, մյուսների համար կլինի դատաստանի ժամանակ, ովքեր որ անարգել են Աստծո զգուշացումները։ Ես օրհնում եմ Աստծո կատարյալ կամքը, որ ամեն մեկի կյանքի համար լինի բարի, որ ամեն մեկդ, եթե մինչև այս պահը անարգել եք Աստծո խոսքը, սկսեք ուշադրություն դարձնել ու վարվեք իր հոգով
իրակամքը կատարելով, որպեսզի փորձությունը Աստված օգտագործի ձեր բարձրանալու համար։ Հակառակ դեպքում, եթե կործանումը ձեր կյանքում լինի, որևէ մեկին մեղադրելու իրավունք չունեք, քանի որ իշխանությունը ամեն մեկից է տրված խոսքը լսելու, կատարելու։ Աստված որևէ մեկից փոխարեն դա չէր անելու։ Ու մի կարևոր բանի մասին էլ եմ ուզում ասեմ։ Գիտեք, որոշակի եկեղեցիներում կլինեն անհասկանալի բաներ։ Դեռ մի քանի տարի առաջ, երբ որ Ռուսաստանի հետ կապված ես երազ էի պատմում, ու այդ երազը երևի լսել եք, ես ասում եմ, որ տեսնում եմ մի նավ, որը բավականին տեսքով հարուստ նավի տպավորություն էր թողում, ինքը նման էր տուրիստական նավի, 7 հարկանի սպիտակ նավ էր, որը կամաց դանդաղ գնում էր դեպի նավահանգիստ, ու երբ որ ափին շատ մոտ էր արդեն, հանկարծ ջրի տակից եղավ ցնցում, շատ մեծ ալիք նավին բարձրացրեց վերև, նավը կտրեց ջրից, ու նավը քթի վրա թեքված ուղիղ իջավ ջրի հատակը։ 7 վայրկյանում 7 հարկանի նավը սուզվեց, ու այդ նավից փրկվեցին ընդամենը 7 հոգի։ Դա շատ անսպասելի հարված էր, որին այդ նավը այդ պահին պատրաստ չէր, որը ունի եկեղեցու խորհուրդը։ Ու երբ որ ես սա պատմում էի տարիներ առաջ, ասում էի, որ սա տեսել եմ, որ Ռուսաստանում է տեղի ունենում։ Կա ևս մի երազ, որի մասին երբևէ չեմ պատվել, բայց հիմա ուզում խոսեմ այս մասին։ Էլի տեսնում էի Ռուսաստանը ու հունձքի ժամանակն էր։ Օրը գնում էր դեպի մայրամուտ, արդեն մութը ընկնում էր։ Մարդիկ կային, որ դաշտում աշխատում էին ու մեծ հասկեր էին հավաքում, որը խոսում է հունձքի մասին, պտղաբերության մասին։ Ու հենց այդ ժամանակ, երբ որ թվում էր, թե արդեն պտղի ժամանակն է, հունձքի ժամանակն է ու ամեն ինչ նորմալ է, մարդիկ հավաքում էին հունձքը, հանկարծ կայծակը խփեց հոսանքի սյանը, ու երբ որ խփեց այդ սյունը, ինքը այդ հարվածից պոկվեց իր տեղից ու ընկավ ներքև։ Իրա ընկնելով հանդերձ, այդ էլեկտրական լարերը իրանք պոկվեցին։ Քանի որ սյուները իրար հետ կապված են լարերով, հոսանքը փոխանցվում է, երբ որ շղթան ամբողջական է։ Այդ սյունը ընկնելով կտրվեց կապը ու հոսանքը այլևս չէր գնում մյուս սյուների մեջ։ Ու սա նույնպես Ռուսաստանի տարածքում էր, որ տեղի էր ունենում։ Ու երազիս մեջ ես հասկանում էի, որ այդ սյունը դա եկեղեցի է, որը հարված ստացավ ու այդ պահին կործանում նավաբեկություն ունեցավ, ու հոսանքը երբ որ կտրվեց, ինքը ազդեց մյուս եկեղեցիների վրա։ Այսինքն, երբ որ որևէ մի եկեղեցում որևէ մի խնդիր է առաջանում, դա անպայման անդրադառնում է մյուս եկեղեցիների վրա, որովհետև բոլորը իրար հետ փոխկապակցված են։ Դրա համար, երբ որ նման բաներ կլսեք, շատ կարևոր է, որ բարեխոսական կանգնեք այդ եկեղեցու համար, փոխարենը դատելու, դատապարտելու, մեղադրելու։ Ճիշտ հակառակը։ Իմացեք, որ այն վտանգը, որ իրանց վրա եկավ ու իրանց համար կործանում էր, շղթայական տարածվելու է բոլորի վրա, եթե միասնական բոլորով չկանգնեն ու միաբանությունը չպահեն ու չվերականգնեն այդ ընկած եկեղեցուն։ Սա խոսում եմ Ռուսաստանի մասին, բայց սա բացառված չի, որ նաև անդրադառնա այլ եկեղեցիների վրա, որոնք գտնվում են այլ տարածքներում, քանի որ Հիսուսի մարմինը ամբողջական է։ Աստված իր գործը երբ որ անում է բոլոր եկեղեցիներում։ Իր հոգով խոսքը, որ արձակում է տարվա համար, վերաբերվում է բոլոր եկեղեցիներին, անկախ նրանից, թե ինչ տարածքներում են դրանք։ Դրա համար շատ կարևոր է նորից անդրադառնալ Աստծու խոսքին, որտեղ ասում է. խոսքը լսողը, կատարողը իր տունը կառուցում է ժայռի վրա, ու փորձության ժամանակ ինքը ավելի կհաստատի ու կբարձրանա, խոսքը լսողը, անարգողը իր տունը կառուցում է ավազի վրա ու փորձության ժամանակ կործանվելու է։ Տիրոջ օրհնությունը ամեն մեկիդ վրա,
որ դուք լինեք խոսքը լսողներ, կատարողներ, Աստծո հոգուն ուշադիր լինեք ու իմանաք Աստված ուր է ձեզ տանում, որպեսզի փորձությունները հաղթահարեք Աստծո զորությամբ ու Աստծո հոգով։ Տիրոջ շնորհքը ամեն մեկիդ վրա ու Տերս թող առաջնորդի ձեզ անակնկալների մեջ, որը կտանեն ձեզ հաղթանակի մեջ Հիսուսի անունով։ Ամեն։